Ողջույն հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ որպես անաչառ դիտող ներկայացող Դանիել Իոնիսյանը հրապարակում է կատարել ու նշել է, որ ուժեղ Հայաստանի օգտին ընտրակաշառքի գործերով անցնող 177 մեղադրյալ կա։ Ես պահանջում եմ հատ առ հատ հաստատել եւ ցույց տալ այս 177 անձանց, ովքեր անցնում են ընտրակաշառքի դրվագներով կամ անմիջապես ներողություն հայցել առաջին հերթին մեր ընտրողներից, երկրորդին մեր քաղաքական ուժից նման զրպարտչական ապատեղեկատվություն տարածելու համար։ Երկրորդ, դիմում եմ իրավապահ մարմիններին, արդյոք Դանիել Իոնիսյանը նախաքննական գաղտնիք հանդիսացող որոշակի տեղեկատվության նկատմամբ մուտք ու ելք ունի։ Երրորդ, ուզում եմ հասկանալ, արդյոք սահմանադրության տեքստից դուրս եք թողել ամեղության կանխավարկածը։ Ուժեղ Հայաստանի որևէ համակրի, աջակցի, աշխատակցի, թեկնածուի նկատմամբ չկա մեղադրական դատական ակտ։ Ու վերջապես, մի հարցում գոնե համակարծիք ենք։ Ընտրության արդյունքները պետք է անվավեր ճանաչել, որովհետև ընտրախախտումները մեծաքանակ են ու աննախադեպ ծավալի։ Ու ի վերջո, բավ է այլակարծությանը թիրախավորել։ Վարչապետից սկսած Դանիել Իոնիսյան անաչառ դիտորդով վերջացրած թիրախավորում են 100 հազարավոր քաղաքացիների, ովքեր ոչ են ասել այս քաղաքական ուժին եւ այս իշխանությանը։ Սա ժողովրդավարության եւ իրավականության հիմնարար սկզբունքներին հակասում է նման վերաբերմունքը, որովհետեւ քաղաքացիների իրավունքը, քաղաքական դիրքորոշումը եւ ոչ ասելը տվյալ քաղաքական ուժին պետք է հարգվի ու պաշտպանվի, այլ ոչ թե թիրախավորվի ու մարդկանց անվանեն կաշառակեր կամ ընտրակաշառք վերցնող։ Քաղաքացիները իրենց հիմնարար իրավունքն են անգամ այս ճնշումների պայմաններում իրականացրել։ Ամփոփելով կրկին հանրային պահանջս հնչեցնում եմ, կամ դրվագ առ դրվագ 177 հոգուն ցույց եք տալիս, ովքեր անցնում են ընտրակաշառքի դրվագով եւ ասոցացվում են ուժեղ Հայաստանի հետ, կամ հեռացնում եք այս հրապարակումը եւ հանրային ներողություն եք խնդրում մեզնից։ Ու կրկին եմ ասում, առաջին հերթին մեր ընտրողից։